Ինչ կա, օրինակ, թվարկեմ ինչ նշանավոր մարդիկ ենք ունեցել, շատակես շարայից բռնցրած։ Հիմա եթե կուզեք կմեկնաբանեմ ինչի գոհշու շատակես շարայից։ Դե Ֆարարաջան տակ։ Շիրակի։ Այդ շերմեն, ուրեմն շիրակացի, Գրիգոր Մագիստրոս, Տրդակ Ճարտարապետ, այս նշանավոր շարքերի մեջ մեր քաղաքի ամենանշանավոր մարդը դա Գեորգի Գյուրջիևն է։ Խոնարհում Իսահակյան, Շիրազ, ուրեմն Ֆրունզիկ Մկրտչյան, Օլգա Չեխովը ինչի մասին է խոսքը, բայց Գյուրջիևի մեծությունը համաշխարհային տարածվածություն է։ Մենք գիտես ոնց պիտի տեսնենք, անպայման այսպերգի երևացող մասում։ Աշխարհը միայն վեցրել է այսպերգի երևացող մասը։ Ասում են Գյուրջիևը տեսեք, այս գրքերն են գրել, մարդիկ հոգևոր էզոտերիզմ ուղղություն են ուսումնասիրում չորրորդուի, ուսումնասիրեք երկերը, ուրեմն պարային բաները, բայց այդ ամենը խոր իրենք չծնվեցին, այդ ամենը իր խորը մշակութային աղուկներն ունեն, որը Շիրակ աշխարհն է։ Իմ գործունեությունը հիմնականում դրանով է պայմանավորված եւ այդ գիտաժողովին ելույթ ունեցա, հաջորդ օրը գիտաժողովի կազմակերպիչները ինձ խնդրեցին եւ ես մեծ հաջողով արեցի, ինչպես տեսակ համերգի ժամանակ, բայց այդ համերգից առաջ 30-40 հոգանոց խմբով մենք կատարեցինք Գյումրիում Գյուրջիևյան վայրերի այցելության մեծ ծրագիր։ Այսինքն իրանք ձեր տվեցին, այն փողոցը, այն գերեզմանը, այն տունը, հասկանում եք, սև ժամը, որ ասում են եւ 7 պետք եկեղեցու ամենափրկիչ եկեղեցու 7 վիրած սրբապատկերը, որ ես գրքում ներկայացում եմ։ Այսինքն իրանք համոզվեցին, որ Գյուրջիևագիտության աղուկները այստեղից է գալիս։ Շատ դժվար է։ Շատերը երբեմն ասում են, դե այդ մեզ ինչ պետք է, մենք կարծում ենք իր 4-րդ ուղի ուղղվածությունը, դե ասում եմ դա ձեր խնդիրն է։ Բայց մարդը ինչ է հասել 4-րդ ուղղություն։ Ճամփեն է։ Ինչի մասին է։